Ախ դու կարծես սիրտն ես որ ճախրում ես երկով թրջում դեպի իմ լույս սիրելի 40-ամյա ստեղծագործական ուղին նոր շնչով ու նոր ծրագրերով նշող Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախումբը շարունակում է երաժշտական տոն պարգևել գյումրեցիներին։ Ամեն առավոտ, ամեն երեկո, չամփիդ կսպասեմ յար, պապագու կարո, անման փերի, ինչու զրկեցիր, թողիրից այսպես, ճիգյալս յարո։ Գյումրու ժողովրդիկների պետական նվագախումբ 40 խորագրով համերգաշարի շրջանակում նվագախմբի հետ մենահամերգով հանդես եկավ ժողովրդական երգչուհի Մոնիկա Նազարյանը։ Անսամբլին մաղթում եմ ել ավելի երկար տարիների կյանք, շատ մեծ հաջողություններ, միշտ այսպես հաճելի համերգների շրջանակներում հանդիպենք, քանի որ նրանք նույնպես մեծ գործ են անում մեր ազգային ժողովրդական երգի եւ մշակույթի համար, պահպանման համար եւ ռոպագանդման համար, Կարեն Մայլյանին բրավո, Տիկին Քաղցրիկյանին բրավո։ Համերգային ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության ֆինանսավորմամբ։ Փոխնախարար Դանիել Դանիելյանի խոսքով վերջին տարիներին նվագախումբը նոր թափ է ստացել ներկայանալով բազմաժանր ու համարձակ ծրագրերով։ Պետությունը նախարարության միջոցով աջակցում ենք տարբեր դրամաշնորհների միջոցով, այս մի քանի տարի տարբեր ուրեմն ծրագրեր ենք իրականացնում եւ վստահաբար մենք կշարունակենք այս համագործակցությունը, շատ կարեւոր է։ Փոխնախարարի համոզմամբ նման նախաձեռնությունները ոչ միայն հանրահռչակում են ազգային ու ավանդական երաժշտությունը, այլ նաեւ նոր լսարան են ձևավորում ժողովրդական արվեստի շուրջ։ Տեսեք, երիտասարդներ կան, այսօրվա շնչով են ապրում, այսօրվա աշխարհի ռիթմով են ապրում, եւ դա շատ կարեւոր է։ Եվ այնքան հաճելի է, որ գալիս ես Գյումրի, ունես այսպիսի նվագախումբ, նաեւ հնարավորություններ է լինում, որպեսզի իրենք կան նաեւ Երևանում կամ այլ մարզերում ելույթ ունենալու, մենք մի խոսքով կլինենք նրանց կողքին, որպեսզի էլ ավելի զարգացնենք։ Մոնիկա Նազարյանն արդեն երկրորդ անգամ է մենահամերգով ներկայանում Գյումրու ժողովրդիկների պետական նվագախմբի հետ, ասում է իր կյանքի նպատակներից մեկն է ժողովրդական երգը նոր սերունդներին փոխանցելը։ Իմ կյանքի նպատակներից մեկն եմ համարում ազգային երգը տարածել, ռոպագանդել եւ մինչեւ կյանքիս վերջը երգելու եմ ժողովրդականը մեր ազգային եւ ամենալավը։ Նվագախմբի տնօրեն Կարեն Մայլյանը նշում է 40-ամյակին նվիրված ծրագրերը, սակայն այսքանով չեն ավարտվում։ Նվագախումբը պատրաստվում է նորարարական համերգի։ Ինչպես գիտեք, մայիսի 31-ին մենք մի հատ նորարարական համերգ ունենք, հնչելու է հայկական եւ արտասահմանյան մանկական ֆիլմերն ու երաժշտությունները։ Հիշեցնենք, ժողովրդիկների պետական նվագախումբը 40-ամյակը մեծ շուկով նշելու է սեպտեմբեր ամսին։ Աստղիկ Խաչատրյան, Խանո Վանեսյան, այսօր։ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ համապետական ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի Սյունիքի մարզի Գորիս համայնքի տարածքային պատասխանատուն կուսակցության օգտին քվեարկելու պայմանով նույն համայնքի մի շարք ընտրողների խոստացել, ինչպես նաև տվել է ընտրակաշարք։ Տենց գումարի բանի փող պիտի տայի կախվեր։ Չէ, ցավ տալով, սխալ է զանգել։ Բարսամանս տիկոն հուա։ Դե մեր տղորցանն ասա, ախպե վարոն ասա, ինչ որ համարը տվալավոր։ Սխալ է զանգել, ուրիշ մարդ է երևի։ Ալով ինչ կա բարիով տիկոն։ Բարե, հա տիկոն։ Ախպեք ես մարդ է զանգալ իմանում։ Հա, ուրիշ թեմա է ասում, բրատնա։ Ինչ թեմա։ Փողի թեմա է ասում, ինչ ասում։ Դա ոնց ես պենչի, ասած вообще։ Չէ, ցավ տամ։ Ասալա մարդ է մոտի կնալու, բայց
Հեռախոս ամնախառաչին է տես բան չեն խոսում։ Հա դե գյուդում եմ եթե։ Հա։ Просто չես կարճ ասալեմ լա Արմենին բաները Արմեն դու դες տելեգրամա ես այս զանգեցի հա։ Հա, հա։ Ասմագի մարդ եմ տիրել։ Հա, ասի խնդիր չունես, մոտիկանում ես ինձ է տասերնանում են։ Ասի մոտիկանում ես ինձ տասերնանում։ Լսեցի։ Այստեղ գներ ես մարգարապար։ Ասի խնդիր չունես տիպե։ Ասմա խնդիր չունես տիպե։ Լավ Արմեն։ Մի հատ խնդրում եմ էլի իրանացի զանգավենների հիվանդանոց Միրյանից։ Ասма եթե չեն մոծալ, չեն փոխանցա միջև հիմա դուք վճարեք, եթե չէ դատի եմ տամ ձեզ։ Ինչ անեմ, ես ասի տեսնեմ, չի չեմ ես ինգալ է դահակը մահակը մկլտա ինձ են դատի տամ նույնից։ Էսա վերկա ես կխոս։ Բարը Մարինա ջան, դու ասալ չեմ արխայի մնա, դե բաներին այդ գործ չունես։ Չէ, բազան գալեն ասма դատի եք տամ քեզ։ Հա, ես եք ուշ կհանդիպեմ այդ հարց կարգավորեմ, իրանք պայմանավորվածություն ունեն։ Այն փողը մուծեցիք։ Վերը ջգերեն Երևանն է։ Ասեմ չես մուծա տենցել։ Չէ, գիտեմ չեմ, բայց ասալա բանա։ Դե ամեն ինչ է, լոկուտի սակամ չէ։ Հացերողի, հետո բանա, վայքում գործանում էր ինչ։ Կարա, հետ հապսպասը դիչ։ Դու կաս տես մի քիչ տանտաս։ Մի քիչ ինչքան։ Մի 50։ 50 չունեմ, ցավը տանեմ։ Ինչքան բա։ Ամի 30 գելը կարամ տանեմ։ Կարաս քարտը հարկես փոխանցեմ կարտից։ Իմաստան ես քնում, Քրիստիան Մալիկին կողքը ինձ տուր։ Դեպքի արդիվ Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվել են խուզարկություններ եւ բարոյթային այլ գործողություններ։ Գեղեցիկ կազմվածք, ցանկալի մարզավիճակ, վերջին տարիների ակնհայտ տենդենսներից է առողջ եւ ակտիվ ապրելու մղումն ավելի շատ մարդկանց համար է դառնում կենսակերպ, պահանջարկին ընդառաջել ամենատարբեր հարթակներում միշտ թեժ են մնում ու պարբերաբար թարմացվում գրավիչ առաջարկները։ Գովազդային գունեղ ու գայթակղիչ բազմազանության չերևացող կողմում սակայն հաճախ մեծ ռիսկեր են թաքնված։ Երբ ֆիթնես մարզիչ հռչակվելը շատերի համար օրերի հարց է, սերտիֆիկատ ստանալն էլ ուզած պահին արագ եւ դյուրին արկախված է մնում ամենակարևոր հարցը։ Մարզասրահներում ում է վստահվում մարմինն ու առողջությունը։ Մի քիչ մեզ մտածելու տեղ է տալիս միջազգային սերտիֆիկատ կամ առողջ ապրելակերպի սերտիֆիկատ, որ լիստում կամ մեկ ավելի հետաքրքիր բան, կա Black Friday, Զեղչ, սերտիֆիկեթը 400,000 ունեցել է առաջին իր արժեքը, միանգամից զեղչվում է 200,000։ Դա Որակավորում չունեցող ինքնակոչ մարզիչների պակաս ոլորտում չկա, գործի մասնագետները ցավով են խոսում երևույթի մասին։ Եվ ամենամտահոգողն այն է, որ նրանց գործունեությունը շատ դեպքերում չի մնում անհետևանք։ Մարդիկ գնում են ավելի լավ ինքնազգացողության հետևից, նոր խնդիրներ ձեռք բերում սակայն։ Շատ վատ դեպքեր եմ հանդիպել հաճախորդների, որ վնասվածքներով գալիս են եւ բողոքում են տարբեր մարզիչներից։ Մարզիչ դառնալը շատ դժվար է, պատկերացումով շատ հեշտանում է։ Կարող ես լավ մարզիկ լինել, բայց լավ մարզիչ չես կարող լինես, որովհետև դա պետք է ուսուցանել, քո գիտելիքը մատուցել, ճիշտ մատուցել։ Մի քիչ ավելի հեշտ փող աշխատելու ձև են մարդիկ տեսնում, բայց այդպես չպետք է լինի։ Մինչև այժմ չեն եղել իրավական հիմքեր, որ թույլ կտային դաշտը վերահսկել, պատասխանատվության ենթարկել ոչ կոմպետենտ մասնագետներին։ Հիմա խաղի կանոնները փոխվում են, ոլորտը համակարգող գերատեսչությունը հավաստագրման նոր կարգ է սահմանել, որը նոր պարտադիր պահանջներ է բերում օրակարգ իրավիճակը շտկելու եւ ֆիթնես մարզիչների մասնագիտական համապատասխանության գնահատման գործընթացը կարգավորելու։ Դաշտն անվերահսկելի էր բացարձակորեն, ընդհանուր հավաքական պատկեր ունենալուց հետո նախաձեռնել ենք կարգավորել դաշտը, վերահսկողություն պիտի սահմանենք ֆիթնես գործունեություն իրականացնող կազմակերպությունների հանդեպ անկախ սեփականության ձևից։ Այսուհետև մարզիչները պետք է համապատասխանեն սահմանված կոնկրետ մասնագիտական պահանջների հավաստագիր ստանալու համար։ Հավաստագրման համար կարող են դիմել մասնագիտական բարձրագույն կրթություն, հարակից ոլորտների միջին մասնագիտական կրթություն եւ համապատասխան վերապատրաստման վկայական ունեցողները, նաեւ ոլորտում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ունեցող մարզիչները, մասնագիտական կրթություն չունեցողների համար պարտադիր կլինի վերապատրաստումը։ Ամենայն հարգանքով բոլոր եւ միջազգային եւ տեղական գործընկերների ծավալած գործունեությանը դաշտը իսկապես մաքրման կարիք ունի, այսինքն մենք ունենք իրականություն, որը նաեւ այո կասկածի տեղիք է տալիս, որ տրված հավաստագրերը չեն համապատասխանել այն պահանջներին, ինչը որ մենք այսօր ենք դրել եւ զուգահեռաբար ստացվում է այո բոլորը պիտի անցնեն հավաստագրման այս կարգով։ Բացառությամբ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի թողարկած մասնագետների
ուսանողների, որովհետև նրանք արդեն մասնագիտական բարձրագույն կրթություն ստանում են բուհում։ Վերապատրաստում իրականացնող կազմակերպությունների ցանկը հասանելի կլինի նախարարության կայքում։ Հավակնորդները պետք է ունենան պրոֆեսիոնալ մասնագետների թիմ, դասավանդվող պարտադիր թեմաներ, սկսած անատոմիայից մինչև սննդաբանություն, վնասվածքաբանություն։ 2016-ից մարզիչների վերապատրաստմամբ զբաղվող Հայաստանի Նատուրալ Բոդիբիլդինգի ֆեդերացիան միացել է ծրագրին։ Մենք ունենք ստանդարտ պրոտոկոլ։ Մենք իրավունք չունենք մի բժիշկ կամ երկու բժիշկ հեռավիրենք եւ սաղ թեմաները մի բժիշկ կկարդա լեկցիա։ Տրեյների կուրսը պետք է 8-ից 10 հոգի մասնագետ, որ կարողանա 3-4 ամսվա ընթացքում նորմալ այդ ամեն ինչը արդեն սովորացնեն մեր տրեյներներին։ Վերապատրաստման վկայական կստանան գիտելիքների ստուգման նվազագույն շեմը հաղթահարած մասնակիցները, որից հետո միայն կարող են դիմել նախարարություն հավաստագիր ստանալու 5 տարի ժամկետով դիմումները կընդունվեն էլեկտրոնային եղանակով։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ավարտել է քառօրյա այցը Հնդկաստան եւ ուղևորվել Հայաստան։ Այցի վերջում նա մասնակցել է քառյակի Հնդկաստանի, Ավստրալիայի, Ճապոնիայի եւ ԱՄՆ-ի համատեղ նիստին։ Երկկողմ բանակցություններ է վարել ուղղված Հնդկախաղաղօվկիանոսյան համագործակցության ամրապնդմանը։ Մինչ այդ լրագրողների հետ զրույցում Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնի եւ Թեհրանի միջև գործարքի շուրջ ձևակերպումների համաձայնեցումը կարող է տևել մի քանի օր։ Նա կրկնել է, արդյունքում կամ կկնքվի լավ գործարք, կամ գործարք չի լինի։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հեռախոսազրույցում նրան տեղեկացրել է, որ Մոսկվան նախատեսում է համակարգված հարվածներ հասցնել Կիևում ռազմական թիրախների եւ որոշումների կայացման կենտրոնների՝ ի պատասխան ուկրաինական հարձակումների։ Լավրովը Ռուբիոյի ուշադրությունն է հրավիրել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության վրա, որում խորհուրդ է տրվել, որ Միացյալ Նահանգները Կիևում առաքելություններ ունեցող այլ պետությունների հետ միասին ապահովի իր դիվանագիտական անձնակազմի եւ այլ քաղաքացիների տարհանումն Ուկրաինայի մայրաքաղաքից։ Երկու դիվանագետները նաեւ գնահատականներ են փոխանակել երկկողմ հարաբերությունների Հորմուզի նեղուցում ճգնաժամի Կուբայի շուրջ ստեղծված իրավիճակի ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ։ Հեռախոսազրույցից հետո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր է շարունակել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ջանքերը։ Նա հավելել է, որ ինչպես ցանկացած հակամարտության դեպքում այստեղ եւս կա էսկալացման մեծ վտանգ։ Ռուբիոն նշել է, այս պատերազմը շարունակվում է ավելի երկար, քան երկրորդ համաշխարհային պատերազմը եւ այն հարկավոր է ավարտել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հարստացված ուրանը կամ պետք է հանձնվի Վաշինգտոնին ԱՄՆ-ում ոչնչացվելու համար, կամ պետք է ոչնչացվի տեղում ատոմային էներգիայի հանձնաժողովի կամ որևէ համարժեք մարմնի ներկայությամբ։ Ավելի վաղ իրանական Թասնիմ գործակալությունը հերքել էր արևմտյան մամուլում տարածված լուրերը, թե Իրանը պատրաստ է իր հարստացված ուրանը տեղափոխել արտասահման։ Այս ընթացքում իրանական պատվիրակությունը կատարում բանակցություններ է վարել Հորմուզի նեղուցի եւ Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ Բացի Իրանի խորհրդարանի խոսնակից եւ արտգործնախարարից պատվիրակության կազմում է նաեւ Իրանի կենտրոնական բանկի ղեկավարը, քննարկելու իրանական ակտիվների ապասառեցման հարցը։ Միևնույն ժամանակ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ հարվածել են հրթիռների արձակման կայանքների եւ իրանական նավակների, որոնք փորձում էին ականներ տեղադրել։ Ըստ հրամանատարության խոսնակի, ԱՄՆ ուժերն Իրանի հարավում իրականացրել են ինքնապաշտպանական հարվածներ, միաժամանակ զսպվածություն ցուցաբերելով շարունակվող հրադադարի ընթացքում։ Fox News-ի աղբյուրների փոխանցմամբ պայթյուններ են լսվել Հորմուզի նեղուցի տարբեր շրջաններում, այդ թվում Բանդար Աբասում, Սիրիկ եւ Ջասկ քաղաքների մոտակայքում։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ուղերձ է հղել ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 58-րդ նիստի մասնակիցներին։ Նա նշել է, որ աշխարհում իրադրությունը զգալիորեն բարդացել է, անկայունության նոր օջախներ են ի հայտ եկել, այդ թվում Մերձավոր Արևելքում ԱՊՀ երկրների սահմանների մերձակայքում։ Նա շեշտել է անվտանգության կառույցների հնարավորությունների օգտագործման կարևորությունը հնարավոր ներքին եւ արտաքին սպառնալիքներից հուսալի պաշտպանության համար։ Սյուզաննա Չրաղյան։ Արևային կայաններ, պոմպակայաններ, սոցիալական հաստատություններ, աջակցություն փոքր եւ միջին ձեռնարկություններին։ Մեր մարզում Եվրամիության երկրների համաֆինանսավորմամբ կամ ամբողջական ֆինանսավորմամբ կյանքի կոչված նախագծերի մի մասն է միայն, ուղղված առավել դիմակայուն Սյունիք ունենալու տեսլականին։ Օրերս Եվրամիության դեսպանը, Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավարն ու Բուլղարիայի դեսպանը Գորիսի պետական համալսարանում էին հանդիպելու երիտասարդների հետ։ Սա եվրոպական ամիս է Հայաստանի համար։ Մենք շաբաթներ առաջ Երևանում նշել ենք Եվրոպայի օրը։
Այսօր եւ վաղը Գորիսում շարունակում ենք տոնակատարությունը, այսինքն կլինեն այլ միջոցառումներ եւս։ Ինչպես գիտեք, Հայաստանը հյուրընկալել էր Եվրոպայի քաղաքական հանրության ղեկավարներին եւ Եվրամիության գագաթնաժողովներ տեղի ունեցել։ Սրանք կարևոր իրադարձություններ են, որ հպարտանալու առիթ են բոլոր հայերի համար։ Եվրամիության դիտորդների առաքելությունը քաղաքացիական է եւ ոչ զինված, որը տեղում դիտարկում է անվտանգության հետ կապված իրավիճակը եւ Հայաստան-Ադրբեջան փոխհարաբերությունները։ Մենք նաեւ նպաստում ենք դիմակայունության զարգացմանը։ Մեր գործողությունների հիմքում անկողմնակալությունն է, եւ դա երևում է այն ամենում, ինչ մենք անում ենք։ Եվրամիության դեսպանը հանդես եկավ դասախոսությամբ, ներկայացրեց եվրոպական արժեքները, մեր եւ եվրոպացիների նմանությունները, ծավալվեց քննարկում։ Ուսանողները բազմատեսակ հարցեր բարձրացրին կրթական համագործակցությունների, հեռավոր բնակավայրերի համաչափ զարգացման եւ շփումների, Հայաստան-Եվրոպա հարաբերությունների առավել սերտացման վերաբերյալ։ Հարցրել էի նոր հնարավորությունների մասին, որ կտրամադրեին այսպես Հայաստանի համալսարաններին եւ հետաքրքիրն այն էր եւ ամենակարևորն այն էր, որ հենց հարցը ուղղվեց Եվրոպայի դեսպանին եւ նրանից ստացա ակնկալվող պատասխանները։ Եվրամիության օգնությամբ հաստատ առավել դիմակայուն է Սյունիքը, ելույթում նշեց մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը։ Ընդգծեց, օրվա ուսանողության համար սա հրաշալի հնարավորություն է։ Կարող եմ ասել, որ ցանկացած առումով եւ ոչ միայն եվրոպացի գործընկերների, նաեւ մեր բոլոր գործընկերների այդ շփումը ինքը ավելի լավ պատկերացում կտա հետագա ապագան եւ հետագա գործունեությունը ճիշտ կազմակերպելու համար։ Եվ կարծում եմ, որ նմանատիպ միջոցառումները մեր բոլոր գործընկերների հետ շատ կարևոր են եւ շատ կարևոր է, որ այդ հանդիպումները հենց իրականացում են Սյունիքում եւ հենց այն համայնքներում, որտեղ կա այդ ներուժը։ Վասիլիս Մարակոսը տեղեկացրեց, Գորիսի երիտասարդների համար քոավ կրթական կենտրոն է կառուցվելու, մեկն էլ լինելու է Կապանում։ Ավելացրեց, վերջերս կայացած գագաթնաժողովն այսբերգի գագաթն է միայն, հիմքում լուրջ ծրագրերն են, որոնց զգալի մասն իրականացվում է Սյունիքում։ Եվրոպական միությունը Սյունիքում 200 միլիոն եվրոյի ներդրումներ է արել տարբեր ոլորտներում՝ մարդկային կապիտալի, տնտեսության, մեծ ու փոքր ենթակառուցվածքների, սոցիալական նախագծերի զարգացման մեջ։ Այսօր մենք այցելեցինք Գորիսում մսամաթերք պատրաստող մի հիանալի ընկերություն, որին աջակցում ենք։ Հատկանշական է, որ նման ձեռնարկությունները ոչ միայն նոր աշխատատեղեր են ստեղծում, այլև նպաստում են մարզի դիմակայունությանը։ Հայաստան-Եվրամիություն փոխգործակցությունը նպաստում է Հայաստանի բարգավաճմանը։ Գնալու եմ անասելի դրական էներգիայով լցված ու մոտիվացված, շուտով կրկին կայցելեմ, բայց որպես զբոսաշրջիկ, ասում է Վասիլիս Մարագոսը, կոչ անում Սյունիք գալու հնարավորությունը բաց չթողնել։ Տիգրանուհի Բադալյան, Ռոբերտ Օհանջանյան։ 2025 թվականին իրականացված մասնակցային բյուջետավորման գործընթացի շրջանակներում ներկայացված գաղափարների քվեարկության արդյունքում ամենաշատ ձայներ հավաքած երկու ծրագրերից մեկի հասցեն Սևան քաղաքն էր, որտեղ Սայաթնովա փողոց թիվ 18-20 շենքերի հարակից տարածքում 2025 թվականի վերջին մեկնարկեց եւ այս տարի ամբողջանում է մանկական խաղահրապարակի կառուցումն ու կահավորումը։ Այս ծրագրի պայմանագրային արժեքը 4 միլիոն 440 հազար դրամ է, որը հատկացվել է համայնքային բյուջեի միջոցներից։ Ծրագրի շինարարական աշխատանքներն իրականացվել են ՌԵ եւ Հ Construction սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից։ Շինարարական եւ բարեկարգման աշխատանքներին հաջորդել է խաղամիջոցներով կահավորումը, որի անհրաժեշտությունը զգացվում էր երկար տարիներ, որի կյանքի կոչումը սպասված էր ու ցանկալի։ Այսօր արդեն արձանագրում ենք, որ ակտիվ մասնակցության շնորհիվ եւ դրա արդյունքում Սևան քաղաքում ավելացավ եւս մեկ խաղահրապարակ, որ ծառայելու է ազատ ժամանցի արդյունավետ եւ անվտանգ կազմակերպմանը։ Իսկ 2026 թվականի մասնակցային բյուջետավորման շրջանակներում իրականացվող ծրագրերը դեռ առջևում են։ Սուրեն Բարսեղյան, Գնել Հովհաննիսյան, Արմեն Ղուկասյան։ Exim, նույն ինքը export, import, անունն ինքնին հուշում է, թե ինչ գործառույթ է իրականացնում, հարթակը եւ ինչ տեղեկատվություն է տրամադրում։ Exim-ը բոլոր նրանց համար է, որոնք գործ ունեն արտաքին տնտեսական գործունեության, ներմուծման, արտահանման կամ տարածման հետ եւ ցանկանում են տեղեկատվություն ստանալ ձեռնարկատիրական կամ անձնական նպատակներով, որևէ գործարք իրականացնելիս, սկսած խոշոր տնտեսվարողից մինչև սկսնակ բիզնես։
Այլ կերպ ասած, սա տեղեկատվական թվային միջավայր է, որտեղ տվյալները հանրային են, հասանելի եւ կիրառելի բոլորի համար։ Բավականին դինամիկ զարգացող կառույց ենք որպես այդպեսին, եւ բացի դրանից իրավական դաշտն էլ շատ արագ է զարգանում, անդադ նոր փոփոխություններ, նոր որոշումներ եւ երբեմն ֆիզիկապես մինչեւ իսկ դժվար է այդ ամբողջ ինֆորմացիան մտապահել, հիշել։ Սա հնարավորություն էր տալիս ոչ թե փորձել մտապահել, չգիտեմ, գրանցել ինչ-որ միտեղ, առանձին արխիվներ պատրաստել եւ այլն, այլ ունենալ հարթակ, որը արդեն իսկ այս ամեն ինչը համախմբել է։ Թվային այս հարթակը բոլորովին վերջերս է գործարկել պետական եկամուտների կոմիտեն, Գերմանիայի կառավարության աջակցությամբ ու գերմանական միջազգային համագործակցության ընկերության միջոցով։ Այստեղ հավաքված են մաքսային ընթացակարգերին վերաբերող գրեթե բոլոր անհրաժեշտ տվյալները, օրենսդրությունից ու պահանջվող փաստաթղթերից մինչև ժամկետներ, հնարավոր սահմանափակումներ եւ գործընթացում ներգրաված այլ մարմինների մասին տեղեկություններ։ Բացի այդ, կարելի է ծանոթանալ նաև ապրանքների հայտարարագրման առանձնահատկություններին, սակագնային եւ ոչ սակագնային կարգավորումներին, վճարների դրույքաչափերին ու վճարման եղանակներին, գանձապետական հաշիվներին եւ այլն։ Գործ ունենք ավելի քան 13000 անվանում ԱՏԳ ծածկագրի հետ, 10 տարբերություններով, այսինքն ավելի քան 130,000 տող ինֆորմացիա մշակվել։ Էքզիմը եռալեզու է եւ հարթակից օգտվելը բավականին հեշտ է։ Նույնիսկ օգտանում կամ գաղտնաբար մտածելու կարիք չկա։ Կարելի է մուտք գործել պետպաշտոնական կայքեջից կամ հենց հարթակի վեբ կայքի միջոցով։ Տեղեկատվությունն այստեղ դասակարգված է ըստ գործընթացների եւ ունի փնտրման ճկուն մեխանիզմ։ Փորձել ենք հնարավորինս ծածկել այն բոլոր ոլորտները, որտեղ կարող էր տնտեսվարողի մոտ առաջանալ հարց եւ տալ դրանց պատասխանները։ Բավականին մեծ ձեռքբերում էր այս հարթակի շրջանակներում տնտեսվարողին նաեւ ինչ որ առումով հուշել, թե որ ԱՏԳ ծածկագրի շրջանակներում պետք է որոնում իրականացնի։ Ենթադրենք, մեզ հետաքրքրում է, թե ինչպես պետք է հասկանանք կոնյակը ինչ ԱՏԳ ծածկագրով է դասակարգվում։ Այսպիսի հնարավորություն կա, երբ որ ուղղակի բառային տարբերակով հայերեն մենք գրում ենք կոնյակ, մեզ բերում է այն ծածկագրերը, եթե նման անվանում պարունակում է որևէ ԱՏԳ ծածկագիր, նախ ցուցադրում է այդ ծածկագրերը, որից հետո եթե ուշադրություն դարձնենք, կնկատենք, որ կա տոկոսային արտահայտությամբ կողքը կրկին ԱՏԳ ծածկագրեր։ Օգտակար հուշումներ այստեղ կարող են գտնել նաև ֆիզիկական անձինք, անձնական օգտագործման նպատակով որևէ ապրանք ներմուծելիս կամ արտահանելիս։ Օրինակ, ալկոհոլային ապրանքի ներմուծման դեպքում համակարգը նախ սահմանափակումների մասին է զգուշացնում։ Որոշ դեպքերում, ինչպես տեսնում ենք, բերում է որպես այդպեսին մեծ ծանոթագրություն, որտեղ այս պարագայում օրինակ նշվում է, որ 5 լիտրից ավել ծավալով կամ 18 տարեկանից փոքր անձինք չեն կարող ներմուծել, ներմուծումը արգելված է։ Էքզիմում հասանելի են նաև հատուկ հաշվիչներ, որոնց միջոցով հնարավոր է նախապես հաշվարկել ապրանքների կամ ավտոմեքենաների ներմուծման համար անհրաժեշտ վճարները եւ գնահատել սպասվող ծախսերը։ Համակարգը միաժամանակ ցուցադրում է կենտրոնական բանկի օրվա փոխարժեքները։ Դիտարկենք, թե ինչ եղանակով է իրականացվելու ներմուծումը, ենթադրենք տրանսպորտային կամ հետեոտնային եղանակով որպես անձնական ուղեբեռ ցամաքով։ Ընտրել ապրանքը։ Այս պարագայում, ինչպես նկատում ենք, ԱՏԳ ծածկագիր այլևս չի նշվում, քանի որ ունենք մի քանի խումբ ապրանքներ, որոնք հարկման սկզբունքով տարբերվում են մնացած ապրանքներից, ըստ այդմ, եթե ձեր ապրանքը չի հանդիսանում վերոնշյալ կետերից որևէ մեկը, ապա պարզապես ընտրում ենք այլ ապրանք տարբերակը, բացառությամբ տրանսպորտային միջոցի եւ մուտքագրում ենք համապատասխան տվյալները։ Ենթադրենք 500,000 դրամ ապրանքի արժեքն է, ենթադրենք թե 50 կիլոգրամ է քաշը, այլ ծախսեր չունենք։ Կրկին, եթե ազատված չէ որևէ վճարից, տալիս ենք հաշվարկել։ Հարթակում հավաքված են նաև մաքսային գործընթացներին վերաբերող ուղեցույցներ, տեսահոլովակներ, պարզաբանումներ ու օգտակար հղումներ։ Այստեղ կարելի է գտնել նույնիսկ բողոքարկման ընթացակարգի մասին տեղեկատվություն։ Պատասխանատուները հիշեցնում են, հարթակի տվյալները բացառապես իրազեկող են եւ մաքսային հարցերում պետք է առաջնորդվել պաշտոնական հրապարակումներով։ Իսկ եթե օգտվողները անճշտություններ կամ բացթողումներ նկատեն, կարող են այդ մասին տեղեկացնել էլեկտրոնային փոստի հասցեով։ Մայիսի 22-ից 23-ը վերջին զանգի միջոցառումների շրջանակում ներքին գործերի նախարարության ոստիկանությունը մայրաքաղաքում եւ մարզերում իրականացրել է ուժեղացված ծառայություն, ապահովելով հասարակական կարգն ու երթևեկության անվտանգությունը։ Բարեկային ծառայության կողմից պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել միջոցառման մասնակից 182 տրանսպորտային միջոց, որոնցից 80-ի ղեկին եղել են անչափահասներ։ Ներքին գործերի նախարարության ոստիկանության ուժեղացված ծառայության շնորհիվ շրջանավարտների մասնակցությամբ ծանր հետևանքներով միջադեպեր, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարներ չեն արձանագրվել։
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ իրացնելու նպատակով MAX 25 ճանապարհով առանձնապես խոշոր չափերի տարբեր տեսակի թմրամիջոցներ պետք է տեղափոխվեն Հայաստան։ Հետագա միջոցառումները ձեռնարկվեցին Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության ծառայողների եւ Կոտայքի մարզի բարեկների հետ։ Մայիսի 6-ին ժամը 17:20-ին Կոտայքի մարզի Զովունի գյուղում ձերբակալվեցին Ստեփանավանի եւ Երևանի բնակիչ 35 եւ 43-ամյա երկու տղամարդիկ, որոնք վերջինիս վարած Nissan Sentra մակնիշի ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվեցին համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժին։ Քրեական վարույթի շրջանակում դատարանի որոշմամբ կատարված խոզարկությամբ Nissan Sentra մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվեց մոտ 1 կիլոգրամ 80 գրամ մարիխուանա։ Տղամարդիկ կալանավորվել ու տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Մայիսի 22-ին քրեական ոստիկանության Արմավիտի մարզային վարչության ծառայողները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ կուսակցություններից մեկի ներկայացուցիչ Ծաղկալանջ գյուղի բնակիչ 37-ամյա մի տղամարդու հովանավորչությամբ Գեղակերտ գյուղի բնակիչ 36-ամյա տղամարդը նյութապես շահագրգռել է համագյուղացիներին, մասնակցել է ապրիլին մայրաքաղաքում կազմակերպված հավաքին։ Պարզվել է, որ 36-ամյա Գեղակերտին 5 համագյուղացու տվել է 15,000 դրամ։ Նույն օրը 6-ն էլ հրավիրվել են մարզային վարչություն, որտեղ իրավապահների բացատրական աշխատանքի արդյունքում հաստատել են օպերատիվ տեղեկության իսկությունը։ Հետագա գործողություններով քրեական ոստիկանները պարզել են, որ 36-ամյա Գեղակերտին նույն անձի հովանավորչությամբ եւ նույն նպատակով շահագրգռել է նաեւ այլ համագյուղացիների։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մայիսի 23-ին կատարվել են խոզարկություններ։ Գեղակերտի 32-ամյա բնակչի տանը հայտնաբերվել է առանց փաստաթղթերի որսորդական հրացան, իսկ 34-ամյա մի Գեղակերտցու տանը կանեփանման զանգված։ Ծաղկալանջի բնակիչ 37-ամյա եւ Գեղակերտի բնակիչ 36-ամյա տղամարդիկ ձերբակալվել եւ ներկայացվել են Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան կալանավորման միջնորդությամբ։ Նախաքննությունը շարունակվում է։